Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում հայտնել է, որ նախնական տվյալներով Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած փոքրիկ Տիգրան Հովհաննեսովի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նախարարի խոսքով ահազանգը ստանալուց անմիջապես հետո սկսվել են որոնողափրկարարական աշխատանքներ, եւ ոստիկանությանը հանձնարարել է դիտարկել նաեւ հանցավորության վարկածը։ Փոքրիկի դին հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին գյուղի հարակից Դաշտամիջյան հատվածում, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն։ Դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, այս մասին հայտնել է քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում սպանություն կատարելու մեղադրանքով։ Վերջինս ձերբակալվել է, հայտնել է նա։ Նոյեմբերի 3-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուի հետ։ Անվտանգության խորհրդի քարտուղարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ, նաև խաղաղության խաչմերուկ նախագծի մաս կազմող Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ծրագրի կարեւորությունը, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման եւ ընձեռվող տնտեսական լայն հնարավորությունների համատեքստում, անդրադառնալով վերոնշյալին քննարկվել են երկկողմ գործակցության հնարավոր ուղիները։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը 2 նոր նշանակման մասին է տեղեկացրել։ Արմինե Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար, Սարգիս Խաչատրյանը նշանակվել է Երևանի քաղաքային նոր աղբավայր Փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատար։ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Գարեգին Բ-ի եղբոր Գևորգ Ներսիսյանի եւ վերջինիս որդու Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց։ Կասկադ համալիրի վերակառուցման նախագիծ նորերս արժանացել է կառավարության հավանության, այս մասին հայտնել են քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ։ Առաջիկայում կմեկնարկեն Կասկադի վերևի հատվածում նախկինում մեկնարկված եւ անավարտ մնացած շինարարության արկա հիմքերի քանդման աշխատանքները, նաեւ նախագծի հայեցակարգի համաձայնեցման գործընթացը ԿԳՄՍ նախարարության հետ, նշված է հաղորդագրությունում։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփանձմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր զորքերն առաջ խաղացում են ունեցել Ուկրաինայի Պոկրովսկ քաղաքում եւ գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմաարդյունաբերական օբյեկտներին։ Պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ իրենց գիշերային հարվածները թիրախավորել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանը, ռազմական տեխնիկայի վերանորոգման բազան եւ ռազմաարդյունաբերական օբյեկտները, նաեւ դրանց աջակցող գազային ենթակառուցվածքների օբյեկտները։ Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունը հղում անելով պաշտպանության նախարարությանը հայտնել է, թե Մոսկվան հայտարարել է, որ իր զորքերն ուկրաինական զորքերին դուրս են մղել Կուպյանսկի շրջակայքում գտնվող դիրքերից։ Կիևն առայժմ չի մեկնաբանել այս պնդումները, անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել Մոսկվայի հայտարարությունը։ Ֆիլիպինների իշխանությունները նոյեմբերի 3-ին կարգադրություն են հրապարակել 7000 մարդ տարհանելու, հասարակական եւ ուսումնական հաստատությունները փակելու վերաբերյալ։ Պատճառը մոտեցող Կալամեգի թայֆունն է։ Ֆիլիպինների օդերևութաբանական գործակալության տվյալների համաձայն թայֆունի կենտրոնում քամու արագությունը ներկայում վայրկյանում կազմում է 30 մետր։ Թայֆունն ուղեկցվում է հորդառատ անձրևներով, որը կարող է հանգեցնել սողանքների։ Իշխանությունների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցները կգործեն առնվազն մինչև նոյեմբերի 5-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը եւ Չինաստանն իրականացրել են ստորգետնյա միջուկային փորձարկումներ եւ որ Միացյալ Նահանգները կհետևի նրանց օրինակին։ Ես չեմ ուզում լինել միակ երկիրը, որը փորձարկում չի անում, ասել է Թրամփը Հյուսիսային Կորեան եւ Պակիստանը ավելացնելով այն երկրների ցանկին, որոնք ենթադրաբար փորձարկում են իրենց զինանոցները։ ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հերքել է Չինաստանի կողմից միջուկային զենքի փորձարկման մասին լուրը։ Առնվազն 20 մարդ է զոհվել, 18 վիրավորվել Հնդկաստանի Թելանգանայի հարավային նահանգում մարդատար ավտոբուսի եւ բեռնատարի ճակատային բախման հետևանքով։ Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը եղել է արագության գերազանցումը եւ բեռնատարի վարորդի կողմից մեքենայի կառավարման կորուստը։